Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ Այս ուղերձով մենք ավարտում ենք «Ինչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը կրող ուղերձների շարքը։ Այսօր ուզում եմ, որ միասին խորհենք սրբության մասին։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ Ինչու է սրբությունը կարևոր Տեր Աստծու համար։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու փափագն է մեր սրտում սրբություն տեսնելը։ Սրբությունը անսխալականությունը չէ։ Անսխալական է միայն Աստված։ Մարդը միշտ եղել է և մնում է սխալական։ Սակայն սրբությունը մի որակ է, որը հավատացյալ մարդուն առանձնացնում է աշխարհի սկզբունքներով ապրող մարդկանցից։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:3 խոսքում կարդում ենք. «Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը»։ Սրբությունն այն է, ինչ տարբերում է փրկված մարդուն չփրկված մարդուց։ Սրբությունն առանձնացնում է Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին Քրիստոսին մերժող մարդկանցից։ Սրբությունը բարդ չէ հասկանալը։ Այն մարդու վերաբերմունքն է Տեր Աստծու կամքի հանդեպ։ Սրբությունը Աստծու Խոսքի սկզբունքներին ու պատվիրաններին հնազանդությամբ արձագանքելու վերաբերմունքն է։ Եբրայեցիս 12:14 խոսքում կարդում ենք. «Բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ Այն սրբությունը, որը բխում է Իր Խոսքի հանդեպ քո զգույշ և ուշադիր վերաբերմունքից։ Աստված չի նայում մեր սայթաքումներին։ Աստված նայում է Իր կամքին հնազանդվելու մեր փափագին։ Եվ Նա մեզ արդեն իսկ սուրբ է տեսնում, եթե մեր սրտում կա հնազանդության այդ փափագը, սակայն դեռ ամեն բան չէ, որ ստացվում է։ «Երիտասարդն ինչով պիտի մաքուր պահի իր ճանապարհը, զգույշ լինելով քո խոսքի համեմատ» (Սաղմոս 9:9)։ Աստված մեր սրտում սրբություն է ուզում տեսնել։ Սրբության հականիշը աշխարհասիրությունն է։ Մարդիկ կամ աշխարհն են սիրում, կամ Աստծուն։ Մարդը կամ աշխարհի գանձերի ու առաջարկած հաջողության համար է գործում, կամ ձգտում է իր գանձերը երկնքում դիզել։ Աստված փնտրում է սրբության կյանքով ապրող մարդկանց, որպեսզի զորացնի ու օրհնի նման մարդկանց փրկությամբ ու արդարությամբ։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ «Ո՞վ պիտի գնա դեպի վեր, Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ, ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց արդարություն» (Սաղմոս 104․3-5)։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։